Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ այստեղ չի կարող լինել քաղաքական բանտարկյալ։ Այս մասին Զարկերակի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորումը 2 ամսով երկարաձգելուն։ Սամվել Կարապետյանը պետք է պատժվի ժողովրդավարական իշխանությունը տապալելու փորձի համար։ Թող նստի, մեղմ որոշում է կայացվել։ Միանգամից պետք է ցմահ տային։ Թող իր գործընկերների համար էլ տեղ պահի։ Գալու են։ Հայաստանում չպետք է լինի հակապետական քաղաքական գործիչ, ասաց նա։ Ըստ Ազատ Արշակյանի, Կարապետյանը վտանգավոր մարդ է։ Պետք է մեկուսացվի, առնվազն արտաքսվի Հայաստանից։ Անդրադառնալով Կարապետյանի եղբորորդու այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար, Արշակյանը նշեց. իր հորեղբորը կարող է պաշտպանել տաք գուլպաներ ու սուխարի ուղարկելով։ Չի կարելի վաճառել ոչ ձայնը, ոչ հայրենիքը, ոչ ազատությունը։ Դրանք վաճառքի ապրանքներ չեն։ Սամվել Կարապետյանը որպես գործարար պատրաստ է ամեն ինչ գնել եւ վաճառել։ Նրա համար կարևորը հաջող գործարքն է։ Քաղաքացիներին կոչ եմ անում չվաճառել իրենց ձայնը եւ հայրենիքը, նշեց Ազատ Արշակյանը։